Հաջորդ տարի Հայաստանում 63 տարեկանից սկսած բոլոր քաղաքացիները պարտադրված կլինեն բանկում հաշիվ բացել և բանկային քարտ ստանալ։ 2026 թվականից սկսած բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները տրվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Մոտ 661,000 հոգի, որոնց թվում առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներ սահմանափակ շարժունակությամբ անձինք պետք է մյուս տարի փողոց դուրս գան, բանկոմատ փնտրեն, տեղադրեն բանկային քարտը, մուտքագրեն ծածկագիրը կամ էլ իրենց քարտը տրամադրեն անծանոթ և կասկածելի երիտասարդներին։ Հատովի տեղափոխվեցի 2018 թվական, երբ որ հիշեցի նախկին պատգամավոր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը, եթե կհիշեք, ինքը ասում է մարդը բացարձակ արժեք է, մարդը պետք է լավ ապրի, հատկապես ծերության տարիքում, եթե հետ տանք այս խոսքերը հիշենք, մենք տեսնում ենք ուղիղ հակառակն անում։ Թոշակառուն իր վաստակած այդ 2 կոպեկով ուզում է կողքի գյուղի մածունը ուտել, որ գյուղացին բերում իրենց բակում վաճառում է, կամ անարատ հավգիթ է, կամ կաթ է։ Զրկվում են դրանից, ասում են չէ, որ չէ, դու պարտադիր պետք է անկանխիկ գործարքներ անես եւ քո հետ վճարը, քո թոշակը կբարձրացնեն եւ այլն եւ այլն։ Ամեն դժվարություն ստեղծում են, որպեսզի մարդու կյանքը ավելի բարդանա։ Ու դրանցից մեկը այս համակարգն է, որ իրանք փորձում են ներմուծել թոշակառուների, իսկ մարդուն պարտադրելով անել այն ու դրա ներկայացնել որպես լավություն, քեշբեքների տեսքով եւ այլն։ Ժորժ ջան, սա խաբեբայությունն է, սա հերթական զեղծարությունն է մեր քաղաքացիների նկատմամբ, եւ մենք ասում ենք, որպես երկիր, որի համար մարդը, իրական մարդը, որպես նաև մենք միավոր, որի համար մարդը իրական արժեք է ու բարժանապատիվ քաղաքացի կերտելու ճանապարհին ենք մենք պետք է նախ եւ առաջ հարգենք մեր ծնողներին, մեր տատիկ պապիկներին։ Այո, իրանք պետք է շատ լավ ապրեն, որտեղ իրանք արժանի են դրան, որտեղ իրանք ի տարբերություն այս բանին մեզ տվել են հայրենիք, իրանք մեր համար ստեղծել են Հայաստանի Հանրապետությունը, ու մենք որպես գործիչներ պետք է ամեն ինչ անենք իրենց կյանքը ավելի լավը դարձնելու համար, ոչ թե հակառակը ինչ անում է ներկայիս իշխանությունը։ Դա նշանակում է, որ կենսաթոշակառուները պետք է դրա համար ունենան քարտեր, մեկ անգամ գնան պատվիրեն, մեկ անգամ գնան վերցնեն, ինչ որ բանկոմատից օգտվելու հմտություններ ունենան եւ այլն։ Այսինքն ստացվում է կարծես թե այս մեր իշխանությունները ամեն կերպ աշխատում են կենսաթոշակառուների առանց այն էլ բարդ վիճակը ավելի բարդացնել։ Կան շատ կենսաթոշակառուներ, որ տանից դուրս չեն գալիս։ Իրենց առողջական խնդիրներով, իրենց ծերության, իրենց հենաշարժողական խնդիրներ ունենալով հիվանդ են, մի խոսքով հաշմանդամներ են։ Այս չնչին կենսաթոշակը, այս կենսաթոշակառուն վաստակել է, նա նրա տարիների ընթացքում վաստակած գումարն է։ Լավ, բարի եղիր, թող ինքը ինչպես ուզում են, այնպես էլ օգտագործի, այնպես էլ ստանա, կանխիկ ստանա, բանկոմատով ստանա, մի խոսքով։ Չեմ հասկանում, թե սա ինչ մի տնտեսական էֆեկտի պետք է բերի, կանխիկ շրջանառության ծավալների իջեցման խնդիր, չնչին գումար է, որ ընդհանրապես այս աշխատանքները չարժի, որ այսքան անարդյունավետ աշխատանք կատարել այս հասարակ քայլի համար։ Մարդու կյանքը բարդացնելու նոր գործընթաց է, որի նպատակը անկեղծ չգիտեմ, որի նպատակը միգուցե շատ վերահասկելի դարձնելու մարդուն։ Տեսնում ենք, մենք բոլոր բարեփոխումները ճակերտավոր ինչ այսօրվա իշխանությունը իրականացնում է, դա ընդհանրապես իրենց կողմից վերահսկողություն ուժեղացել։ Նույն պարտադիր հայտարարումը մենք տեսանք, ինչ ձախողված պրոյեկտեր կեսից հետ կանգնեցին։ Սա նմանատիպ մի գործողություն է, որովհետեւ իրենց գործը մարդուն հսկել ավելի հեշտացնեն, բայց դրանով բարդացնում են մեր քաղաքացիների, հատկապես տարենց մարդկանց կյանքը, որոնք ուղղակի ի վիճակի չեն դա անելու։ Լրացուցիչ սթրեսի պատճառ է դառնալու, խեղճ տատիկ պապիկներ ընկնելու են, թորներին գտնեն, հարևաններին գտնեն, խնդրեն, որպեսզի օգնեն, օժանդակեն ու հələ պատկերացրեք մարդը միայնակ ապրում։ Մարդը թորները երեխաները չեն որ օգնի այս թվայնացման հարցերում, այսինքն մարդկանց համար մենք լրացուցիչ խնդիր ենք անում։ Իսկ հիմա պատրաստում չենք արել, լավ այցելել եք մասնագետներ, տներ, խոսացել եք թոշակառուներ, կարան դա իրականացնեն թե չէ։ Ցանկացած բարեփոխում մենք գիտենք աշխարհում ընդունված է, պետքա մարդկանց պատրաստես դրան։ Չես կարող մարդուն գործիք տաս, ասես գնա ոնց ուզում ես կիրառի։ Իսկ հիմա սրանք սա են անում։ Հուսանք 2026 թվականին նույն թոշակառուները բոլոր քաղաքացիները հունիս ամսին կտան այս հարցերի պատասխան, իրենց քվեարկությամբ։ Սահմանափակ շարժունակության հետ կապված խնդիրներից զատ մեկ այլ հարց էլ կա։
Տասնամյակներով իրենց թոշակը փոստատարի միջոցով ստացած տարեցները դժվար թե միանգամից սովորեն բանկոմատից օգտվելու ճիշտ ձևը։ Բացառված չէ, որ կլինեն բանկային քարտի բանկոմատում արգելափակման massայական դեպքեր։ Թե հաջորդ տարվա որ ամսից են կենսաթոշակառուները թոշակը ստանալու միայն անկանխիկ, անգամ այս հարցում կառավարությունում դեռ չեն կողմնորոշվել։ Այս կարգավորումը ուժի մեջ ենք դնում ապրիլի 1-ից մի պատճառով, պարոն վարչապետ։ Հիմա ասում եմ հունվարի 1-ից թղթի փող չշարժվի թոշակների դեպքում։ Բոլորը առանց բացառության բոլորը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Իրենց ամբողջ կյանքում հայրենիքին, պետությանը հավատարմորեն ծառայած մարդիկ, որոնք այսօր տարիքի բերումով կենսաթոշակառուներ են, այս իշխանությունների կողմից ամբողջությամբ մատնված են անուշադրությամբ եւ չեն արժանանում համապատասխան հոգացության։ Ասածս հիմնավորելու համար ասեմ, որ այսօր կենսաթոշակառուները մեծ մասը համալրում է մեր շքավոր աղքատ բնակչության բանակը։ Ինչու, որովհետև նրանք չնչին կենսաթոշակով չեն կարող մարդավարի արժանավայել ապահովել իրեն գոյությունը։ Ասեմ, որ նվազագույն կենսաթոշակը ներկայությամբ կազմում է 36,000 դրամ, միջին կենսաթոշակը 49,000 դրամ, եւ պետք է անպայման նշեմ նաեւ, որ այս վիճակը կենսաթոշակառուների վիճակը ցանկացած պետության, ցանկացած իշխանության համար ամոթալի է։ Թոշակს նաև ստանում են հաշմանդամ մարդիկ։ Այսինքն մենք լրացիչ իրենց համար դժվարություն ենք ստեղծում, փոխանակ հակառակը։ Փոխանակ ավելի հեշտացնենք իրենց կյանքը, նոր մեխանիզմներ մտածենք, միգուցե ինձ թվում է իրեն հարգող երկիրը միգուցե նաև թոշակը անձամբ կտանի կհասցնի այդ մարդուն, կարելի է մտածել, որևիցե խնդիր չկա, բայց չէ, մենք բարդացնենք մարդու կյանքը, դրա փոխեն հեշտացնենք մեր կառավարությունը։ Նույնիսկ այսօր մեր երիտասարդության մեջ ֆինանսական գրագիտության մակարդակը շատ ցածր է, ցավով եմ ասում, մեդիա գրագիտության, ֆինանսական գրագիտության, նույնիսկ երիտասարդ մարդիկ չգիտեն ինչպես օգտվել պարզ քարտից, արկա համակարգից, իրենց կոդերը աճ ու ձախ մարդիկ բաժանում են, այսինքն սա խնդիր է, սա լրացիչ նաև զեղծարներին են հնարավորություն տալու գողանալ մարդկանց թոշակներ, հենց այն էլ շատ փոքր թոշակները գողանալ տարբեր միջոցներով, այդ մարդիկ չեն տիրապետելու դա ինչպես իրականացնել։ Տալ են հարևանին, բարեկամին, սրա միջոցով տարածվել է իրենց անձնական կոդեր ու խնդիրներ են առաջանում նաև բանկային համակարգում։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի 661,000 քաղաքացուց միայն 60,000-ն է թոշակը անկանխիկ ստանում։ Թորոսյանը վստահեցնում է, որոշ դեպքերում, երբ քաղաքացին 75 եւ ավելի տարեկան է եւ ունի ֆունկցիոնալ սահմանափակում, կենսաթոշակը կարող է տրամադրվել նաեւ անկանխիկ։ Իսկ քանի թղթի տակ պետք է ստորագրի քաղաքացին։ Ինչ հետազոտություններ պետք է անցնի ապացուցելու համար, որ մինչեւ բանկոմատ չի կարողանա հասնել։ Իսկ ինչ եթե այդ քաղաքացին Թորոսյանի նշած տարիքից 75-ից էլ ցածր է։ Իմ մոտ էլ մի քիչ այդ թիվը անհասկանալի է մի քիչ։ Իմ համար էլ հավատալի չէ էլի այդ թիվը։ Ինքն իրեն հագասում է, եթե 660,000-ից 60,000-ն է միայն կանխիկ ստանում, այդ չնչին տոկոսը ի՞նչն է խանգարում այս պետությանը, կառավարությանը կամ Արսեն Թորոսյանին, որ այդ 60,000-ի կյանքը ուզում է անպայման բարդացնել։ Միևնույն է, նույնիսկ եթե նրանք ինչ-ինչ ճանապարհներով, աջակցությամբ, օգնությամբ մեկ ուրիշի գնան, քարտ անեն, ունենան, միևնույն է, իրենք էլի դուրս չեն գալու, այդ քարտը, այդ նորից մեկ ուրիշը պետք է տանի եւ այլն, այսինքն անիմաստ ծախսեր, անիմաստ, չգիտեմ, գործողություններ։ Բացարձակապես մարդկա նույնիսկ տարիներով, ես մարդիկ գիտեմ, որ տարիներով գամված են անկողնում կամ ընդհանրապես դուրս չեն գալիս, հիվանդ են, ի վիճակի չեն, իրենց հարևանը, իրենց բարեկամը թոշակը ստանում, բերում տալիս են կամ փոստատարը բերում տալիս է։ Դա անկանխիկ շրջանառության մասին է խոսքը մեծացման, բայց դա այնքան չնչին մասն է կազմում, իր ասած նույնիսկ այդ թվերը եթե վերցնենք 60,000-ը, որ չարժ է դա խնդիր դարձնել եւ փաթաթել ժողովրդի վզին։ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կտրամադրվի մինչեւ 20% հետվճար, նախկին 12%-ի փոխարեն։ Այսպես կառավարությունը փորձում է խրախուսել տարեցներին, որպեսզի վերջիններս կանխիկ եղանակով գործարքներ չկատարեն։ Ամբողջ պետական բյուջեն ոստիկանական համակարգով լցած, իրենց իշխանությունը պահեն։ Դա չկա չցանկանալով անել, իրանք հակառակը մարդկանց հերթական անգամ ցանկանում են խաբել,
Մարդկանց ցույց են տալիս իբր մտածում են թոշակառուների մասին, որովհետև բոլորս էլ որ գնանք բանկերում քարտ վերցնենք, այդ համակարգը կաշխատի։ Այսինքն ցանկացած մարդու համար դա կարող է հասանելի լինի, այսինքն դու թոշակառուին դա հրանցնես որպես իր համար լավություն, դեռ մի հատ էլ ասես 10,000 դրամ ինչ է, հարգելիս ճակերտավոր է 10,000 դրամով մարդ իր կոմունալները կարող ամսական վճարի, որը մեծ բեռ է։ Այսինքն դա նաև հեգնանք է քաղաքացու նկատմամբ։ Դա ցույց է տալիս, թե ինչպես է այսօրվա իշխանությունը մտածում իր քաղաքացու մասին։ Այն իշխանությունը, որ ժամանակին բացարձակ արժեք է ներկայացնում։ Մենք ճանապարհներ ենք ասում, կա այդ գումարը Հայաստանում, դա կարելի է անել, նույնիսկ այդ 50%-ը մենք առաջարկում ենք, դա հստակ հաշվարկների արդյունք է։ Պետությունը փոխանակ զբաղվի կենսաթոշակառուների իրոք թոշակների բարձրացմամբ նրանց համար քիչ թե շատ արժանի կյանքի պայմաններ ստեղծելով, հիմի էլ հասարակությանը կերակրում է շրջանառության մեջ է գցել մի գաղափար, հետվճարի գաղափար։ Այդ հետվճարի միջին չափը կազմում է մոտ 4,000 դրամի սահմաններում է տադամում։ Երբ որ հիմի 12%-ից բարձրացնում են 20%-ի, լավագույն դեպքում դա 4,000-ը կդառնա 6,000, այսինքն դա հարցի լուծում չի։ Ցանկացած խանութ, ցանկացած առողջական կետ, ցանկացած կազմակերպություն, ակցիա անում, վիճակախաղ անցկացնում, գները իջեցնում, թողանի բարի դու էլ արա, բայց ինչ կապ ունի հետվճարը կենսաթոշակի բարձրացման հետ։ Նախ ասեմ ինչու, որովհետև հետվճարը չի վերաբերում բոլոր կենսաթոշակառուներին։ Նախ պայման է դնում, դու պետք է այսքան անկախնիկ առևտուր անես, շրջանառություն անես։ Լավ, այդ մարդը ստացել է 2 կոպեկը, կարող է գյուղացուց ուզում է գնել սմետան, մածուն, ձու, մի խոսքով այնպիսի կաթ, որը հաշվի չի առնում։ Կամ եթե դու այդքան իրոք ուզում ես, որ կենսաթոշակի վիճակը բարելավի, այդ հետվճարի համակարգի հաշվին կենսաթոշակը բարձրացվի, ապա ինչու դու այնտեղ չես ներառում այն ծախսերը, որ 100%-ով կենսաթոշակն անում են։ Օրինակ, կոմունալ կենսաղային ծառայությունների վճարների ծախսերը։ Արդյոք թոշակային ռեֆորմների համար կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել, հատկապես եթե համեմատենք տարածաշրջանային երկրների փորձը։ Տարածաշրջանում ամենացածր կենսաթոշակը Հայաստանում է տրվում։ Տեղեր կան մի քանի անգամ բարձր, դրանց դրանց չգումարենք այն ծառայությունները, որոնք ստանում են թոշակառուները։ Օրինակ, թոշակառուն ամենաշատ ինչի վրա է գումար ծախսում։ Դեղերի։ Հարևան երկրներում բոլոր Վրաստանում գիտեք մի քանի անգամ ավելի էժան է դեղը։ Մեր քաղաքացիները գնում են Վրաստան, դեղ են գնում, հետ են գալիս։ Այսինքն այս ամբողջ ռեֆորմները պիտի փաթեթեն իրականացվեն։ Այլ չէ, մարդիկ ապահովագրության մասին են խոսում չմտածված։ Մասնագետները քննադատում են այս համակարգը, որ ուզում են ներմուծեն ապահովագրության։ Այսինքն իրենք հերթական անգամ ուղղակի չցանկանալով ճիշտ պատասխանել հարցին, որ թոշակները կարող են ցանկանալով բարձրացնել իրենց խնդիրները լուծելու համար, իրենք նոր մեխանիզմներ են մտցնում մարդկանց խաբելու, էլ ավելի համակարգը ավիրելու, ապականելու։ Կտեսնեք, մի վստահ եմ ես, ամիսներ հետո ինչպես է տարակել է իրենց նոր ստեղծած ապահովագրական համակարգը, սա չի աշխատում։ Մեզ մոտ փաստորեն նվազագույն կենսաթոշակը հավասարվում է մոտավորապես $93։ Նվազագույն կենսաթոշակը։ Վրաստանում այդ ցուցանիշը $148 է։ Ադրբեջանում $188, Ռուսաստանում $193 եւ Թուրքիայում $353։ Ну, արդեն այստեղ կարող եմ ասել, որ մեկնաբանություններն ավելորդ են, ցանկացած մարդ կարող է այդ համեմատությունները համեմատել եւ եզրակացության կա։ Ինչպես են մեր կենսաթոշակառուները այդ իրենց ստացած չնչին գումարով ապահովում իրենց կենսագոյությունը։ Ну դրա համար շատ կարևոր հիմնական ցուցանիշ կա։ Բոլոր պետությունները, կառավարությունները մշակում են իրենց բնակչության մեկ շնչին ընկնող նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակ, նաև պարենային զամբյուղի մակարդակ։ Պետք է ասեմ, որ մեզ մոտ պարենային զամբյուղի մակարդակը այս պահի դրությամբ տադանվում է 47,000 դրամի սահմաններում, իսկ սպառողական զամբյուղը 80,000 դրամի է։ Հիմա տեսեք, 47,000 պարենային նվազագույն զամբյուղ, կենսաթոշակի չափը նվազագույն 36,000։ Նույնիսկ պատկերացնում եք 11,000-ով նվազագույն պարենային զամբյուղը գերազանցում է նվազագույն թոշակի։ Իսկ էլ չեմ խոսում սպառողական զամբյուղի մասին, որովհետև սպառողական զամբյուղը արդեն շուրջ 2.5 անգամ ավելի է, քան նվազագույն կենսաթոշակը, եւ փաստորեն ստացվում է, որ այդ ինստիտուտները, կառույցները, որոնք զբաղվում են այդ սպառողական զամբյուղի, պարենային զամբյուղի մակարդակի հաշվարկմամբ, որոնք իհարկե հաշվարկում են համաշխարհային առողջապահության կազմակերպության ցուցանիշներին համապատասխան, ավելորդ աշխատանք են կատարում։
Եթե չես հասնում այդ մակարդակին եւ նպատակ չունես այդ մակարդակին հասնելու համար։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը նախաձեռնել է կենսաթոշակների 50%-ով բարձրացման ծրագիր եւ դա ամբողջությամբ հիմնավորված է նույնիսկ հատիկ ասվում է այն աղբյուրները, որոնց հաշվին լրացուցիչ ծախսերը պետք է հատուցվեն։ Դա մոտավորապես 170 միլիարդ դրամ է տարեկան կազմում եւ դա պետք է իրականացվի 2 տարվա ընթացքում եւ ասեմ նաեւ որ այսօր արդեն սկսվել է ստորագրահավաքի իմաստը այն է, որպեսզի հանրագիր ներկայացվի կառավարությանը կենսաթոշակների բարձրացման, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակ դրանք ինդեքսավորման համար։ Կառավարությունում կարծում են, որ թոշակառուները անկախ իրենց տարիքից, հաշմանդամության կարգից եւ եղանակից կարող են փողոց դուրս գալ եւ կանխիկացնել իրենց թոշակը։ Կառավարության այս նոու-հաուն միանգամայն հասկանալի է դառնում, երբ հիշում ենք, թե օրեր առաջ Փաշինյանը ինչ կոմպլիմենտ արեց թոշակի գնացող քաղաքացիներին։ Իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետեւ ով ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Եվ ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուներին 63 եւ բարձր տարիքի անձանց աջակցության, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք։ Որովհետև հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ը ինչ տարիք է, ով կարա ասի։ 65-ը ինչ տարիք է, 70-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։ Մենք հարյուրավոր զանգեր ենք ստանում ամեն օր գրասենյակում տեղ ու դադար չկա զանգերի ու քաղաքացիների մեծ մասը բողոքում են հենց այս իր հեգնական արտահայտության իման վրա։ Այս բիզնես սկսելու այս 63 տարեկան ես վստահաբար ասում եմ ինքը վիրավորել է մեր թոշակառուներին, որովհետև սա վիրավորանք է, ինչ է նշանակում 70 տարեկան մարդուն, շատ ուրախ կլինի, որ պետք լինի։ Մարդը շատ երկար ապրի, առողջ լինի, կարողանա բիզնես դնի, բայց ու ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից ուղղակի ձեռք է սառնում թոշակառուներին։ 63 տարին ստեղծագործական, ամենահասուն, ամենալավ տարիքն է բիզնեսով զբաղվելու, ստեղծագործելու համար։ Սրա տակ կարծես թե արդեն մասնագետները, փորձագետները տեսնում են ուրեմն կենսաթոշակային տարիքը բարձրացնելու թաքուն միտում։ Եղբայր, կենսաթոշակային տարիքը ոչ թե մեկ անգամից մեկ հայտարարությամբ է սահմանում։ Կենսաթոշակային տարիքը հսկայական տնտեսական գործոնների հետ կապ ունի։ Առաջին հերթին բնակչության կյանքի միջին տևողությունը, աշխատաշուկայում առաջարկի պահանջարկի համեմատությունները, աշխատանքային ռեսուրսների հաշվեկշիռը, աշխատանքային տարիքի բնակչության թիվը, տո վերարտադրողականությունը եւ այլն եւ այլն։ Ինչքան տնտեսությունը զարգանա, ինչքան արտադրության ծավալները մեծացան, բնականաբար աշխատուժի քանակությունը պետք է ասեմ, որ կենսաթոշակային տարիքի բարձրացման խնդիրը միշտ էլ ցանկացած երկրում առաջացրել է դիմադրություն։ Այսինքն մենք նույնիսկ դրան էլ պետք է պատրաստ լինենք, որ ինչ է նշանակում, որ 63 տարին այսօր փաստորեն վերևներից արդեն ասում են, որ ամենալավ տարիքն է կյանքի, կարող է մի օր էլ ասեն ամենալավ տարիքն է ամուսնանալու, ընտանիք կազմելու, իհարկե դա կատակ եմ անում։ Այսպես կոչված բարեփոխումների համար կառավարությունը ընտրել է ամենախոցելի խավին՝ տարեցներին։ Թվայնացումը կարող է ստրեսի պատճառ դառնալ այն սերնդի համար, որը կառուցել է այս երկիրը, տասնամյակներով աշխատել ու հարկեր վճարել։ Չէ՞ որ հարկատուն ըստ Փաշինյանի հերոս է։ Ուրեմն ում համար է այս ռեֆորմը։ Մարդկանց անվտանգության, հարմարավետության, թե պարզապես անկանխիկ գործարքների ցուցանիշների բարելավման։